Աշխարհն այս դաժան խենթ ձով ահարգուտ ու ես մի նավակ ելած լողալու անհայտ էր ուղիս ջամփաս մոլորված չունեի նավավար հույսս էլ մարած այս վիճակը բոլորիս վիճակն էր եւ այս վիճակի մեջ գտնվողներս մի տեղ ենք հասնում մեր կյանքի ընթացքում եւ մեր հոգու խորքից մեր դարաբյալ վշտացած հոգու խորքից հետեւյալ հարցն ենք բարձրացնում առ Աստված մինչև երբ պիտի դեպեն այս բոլորը այս բոլորին ավարտը տեսնելու ենք լինելու է գա արդյոք այս բոլորի վերջագետը արդեն հոգնել եմ սպառվել եմ, հիասթափված եմ ապրելու հանդեպ ոգևորվածությունս, էնթուզիազմս գորել է արդեն, մարել է եւ նայելով շուրջս կատարվող իրադարձություններին, իրավիճակին ներքուստ հարց եմ բարձրացնում ասելով արդյոք արժե ապրել արժի շարունակել քոյադևել այս աշխարհում ուր նայիս փլուզվում է բռնվելիք դեղ չկա այլևս սոցիալաբես, հոգևորաբես, բարոյաբես, քաղաքականաբես, դնդեսաբես, ընտանիքներում բոլոր ոլորտները գարդես փլուզվում են։ Մեր աչքերի առաջ ամեն բան հող ու մոխիրի է վերածվում։ Նախանց, ադելություն, հբարդություն, թշնամանք, դավաճանություն, խառնաշփոթություն, անձնասիրություն, մենակություն, հոգևոր թադարգություն եւ գարձես եւ չարիք եւ գարձես այս բոլորը մեր նորմալ բնական առօրյան են դարձել եւ հարց եմ տալիս ինձ հարց ես տալիս դու քեզ ասելով այս բոլորին ավարտը լինելու է արդյոք այս է այդ What a wonderful world Armstrong-ը որ երգում է սիրուն էսպես What a wonderful world Այս է արդյոք այդ what a wonderful world քեղեցիկ աշխարհը որում մեջ ապրում ենք այս է Հիմա գիտեք խնդիրը նրանում չէ որ դու ամեն օրեք խավարն ես տեսնում խնդիրը նրանում չէ որ ամեն օրեք խավարն ենք տեսնում, վտանգը գիտեք որտեղ է, վտանգը այնտեղ է, երբ հասկանում ենք կամ հավատում ենք, որ խավարն է իրական ճշմարտությունը։ Որովհետև այնքան ասոցացված ենք լինում, այնքան մեկ ենք եղել, նույնականացվել ենք կարծես այս խավար համագարքի հետ, եւ սկսում ենք մտածել, ուրեմն այս է ճշմարտությունը, խավարն է իրականությունը։ Եթե լույսը չի կարողանում հաղթահարել, ուրեմն խավարն է գերիշխան։ Այսի լուրջ վտանգն է արդեն։
Աստվածաշունչը սերդելիս ծննդոցից հայտնություն բոլոր սուրբերը առանց խդրության այս հոգեվիճակից անցան Դեր Աստված այս չարիքին վերջ լինելու է Եղիա մարգարեն մի դեղ հասավ իր կյանքում, որ ծառի մտակ նստեց եւ գիտեք ինչ ասեց Աստծուն, ով Աստված, հիմա երկու թարգմանություններ կա, չեմ ուզում առաջ տանիլ, թարգմանությունը կա գսե, ով Աստված ինձի համոզեցիր, ես էլ քեզ համոզվեցի։ Բայց ավելի խոր թարգմանություն կա, որ շատ հաճախ կփորձենք խուսափել այդ թարգմանությունից, հետևյալն է, Եղիան ասավ, ով Աստված, տուն ինձ խաբեցիր, ես էլ խաբվեցի։ Իհարկե այդպես չէ։ Բայց Եղիա մարգարեն մի դեղ ասավ իր կյանքում ասավ, դեր մինչև երբ էլ չեմ դիմանում։ Դավիթ թագավորը ասաց, ով իմ հոգիս, ինչու ջնջված ես։ Ինչու նեղված ես, Դավիթը depression անցուց, հոգի ջնջվածություն, ով իմ հոգիս, ինչու ջնջված ես, դիրող իրավիճակները տեսավ, անարդարությունը, զրբարդանքը, իրեն անընդհատ գահալած են, գուզեն մերցնը դեր, մինչև երբ։ Երեմիա մարգարեն իր շուրջը դեղի ունեցող անօրենությունը, մեղքը, անարդարությունը տեսնելով, ողբալով Աստծուն աղաղակեցելով դեր, այս բոլորի ավարտը լինելու է։ Բողոս առաքյալը իր նամակներում մեջ կտեսնենք իր այս վիճակի հանդեպ ցուցադրած մտահոգությունը եդեմը գսե ամեն կողմե ջնջված եմ գսե առաքյալը ամեն կողմե ջնջված եմ ներսեն եւ դուրսեն ներսեն այս եկեղեցու մեջից դավաճանություններ իսկ դրսից հալածանք ով գտիմանա գսե ու ես չեմ դիմանա Բողոս առաքյալ Հիսուս ինքն ասաց, աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք։ Եվ այդ նեղությունները շատ հաճախ այնպիսի ձանձրություն պիտի բերեն քո հոգուդ վրա, ալ քրեթե անդանելի կարող է լինել։ Այս բոլորի գողքի մեր աշմեր բնությունը, դիեզերքը, երգիրը, բնությունը Բողոս առաքյալ հռոմեացիս նամակի մեջ 8-րդ գլխում գրեցրել որ բնությունը որ մեր շուրջն է գսե գահարաչե այսինքն գդարաբի բնությունը գդարաբի գահարաչե գսե իր փրկությանը սпасելով խեջ բնությունը մարդ արարածի ցերքը գրակն է ընկել ուրեմն բոլորս Այս հարցն ենք տալիս։ Դեր այս բոլորը իր ավարտը ունենալու է, մինչև երբ է շարունակվելու այս վիճակը։ Ճիշտ այստեղ է սիրելիներ, որտեղ Դանիելի մարգարեության 77-նյակը մեզի օգնության կհասնի։ Դանիելի մարգարեության 77-նյակես մարգարեություն այս պատկամը ամփոփչությամբ նրա մասին է, որ Աստված ոնց է պատասխանելու քո եւ իմ հոգուց բխող այս ջիջին։ Այս բոլորը ավարտ ունենալու է դեր Աստված Դանիել մարգարեի միջոցով այդ ժամանակ հիմա եւ միշտ իր պատասխանը տված մի լա։ Այո։ Դանիել մարգարեն ընթերցեմ հատվածը Դանիել մարգարեության 9-րդ գլխի 24-րդ համար ընթերցեմ Դանիելի մարգարեության 9-րդ գլխի 24-րդ համար եւ 25
հանցանքը վերջացնելու, մեղքը իր ավարտին հասցնելու, անօրենությունը քավելու, հավիդենական արդարություն բերելու, այս դեսիլքն ու մարգարեությունը գնքելու եւ սուրբերուն սուրբը օծելու համար քու ժողովրդիդ ու սուրբ քաղաքին համար 77 նյակ է սահմանված։ Դանիել մարգարեն երբ այս նամակը գրում էր, ինքը գերության մեջ էր։ Իսրայել ժողովուրդը գերության գնացել էին, ստրուգության թեպի Բաբելոն եւ որոշ մասնան Ասորեստան։ Ուրեմն գերության մեջ էր։ Իր շուրջը գտնվող աշխարհը ամբողջությամբ փլուզ հող ու մոխիրի էր վերածվել Դանիելի։ Երուսաղեմը գործանված էր, իր ողջ ազգը քերության դարված են, քաղաքական գետնի վրա քաոսային վիճակ էր դիրում, հեթանոսները դիրում էին եւ իշխում էին նրանց վրա եւ ամենուրեք դարաբանք, սուկ եւ լացկար։ Եվ Դանիել մարգարեն այս բոլորը տեսնելով իր երկրից արմադախլված Բաբելոնում է ձունգի գուքա եւ գաղոթե։ Գզղճա իր եւ իր ժողովրդի մեղքը։ Եվ ինչ սքալով իր եւ իր ժողովրդի մեղքի եւ մեղքի հետևանքի մասին Աստված մարգարեական ժամանակացույց մգայտնե Դանիելին ցույց տալու թե ինչ է լինելու այս բոլորի վերջը։ Աստված նրան ցույց կտա իր նպատակը եւ ծրագիրը մարդկության համար։ Եվ ո՞ն է որ հույս կստանա Դանիել։ Մաբիդի մանրանցնենք չեկը։ Ամենից ցույց կտա որ երբ որ դու սպարված ես զգում, ներքուց սպարված ես, exhausted, էլ ոչ մի բան անտե ոչ ախորժակ ունիս, ոչ նպատակ ունիս, ոչ դեսիլք ունիս, ոչ ոգևորված, ոչ մեռած կյան, ոչ սպասում ես առավոտ քիշեր խոդի նման ապրից քեզ մերցնեն եւ մեռնիս եւ թաղեն։ Եվ այդպես ես զգում, այս հատվածը խիստ օգտակար կարող է լինել հույսդ վերագենթանացնելու։ Եվ մինչ նման վիճակի մեջ ես լավագույն մոդեցումը եւ լուծումը քո դվյալ վիճակի ձունգի աղոթքի է գոր եւ Աստված այդ ժամանակ է որ քեզի պիտի հայտնի իր հավիդենական ծրագրերը։ Դանիելի բարակայում այդպես եղավ։ Դանիելի մարգարեության 77 նագի պատգամում Աստված ցույց է տալիս Դանիելին, որ անօրենության խավարը վերջնականապես իր ավարտին եմ հասցնելու եւ արդարության լույսը հավիդենապես շողշողալու է։ Ուրեմն այո, երբ որ մենք մեր կյանքի այդ դժվարագույն դաժան հոգեվիճակում ենք եւ ասում ենք դեր Աստված, բա վերջը երբ է լինելու։ Աստվածաշունչ մատյանը ամենայն հստակությամբ մեր հարցին պատասխան է տալիս ասելով այո պիտի կա օրը երբ Աստված ամեն ինչ պիտի վերականգնի եւ գադարյալ խաղաղություն պիտի բարգեւի։ Օրինակ հայտնություն Հովաննու 21:4-ի մեջ ինչ կսե Աստվածո խոսքը եւ այն ադեն ամեն աչքե արցունքները պիտի սրբեմ եւ այլևս մահ պիտի չլինի, սուկ պիտի չլինի եւ այլևս արցունք պիտի չհոսա։
Այդ օրը գալու է։ Եսայա 2:4-ի մեջ կսե եւ այդ ժամանակ կսե ազգերը կսե ոչ մի ազգ իրար թեմ սուր պիտի չի բարձրացնեն եւ այլևս բادرազմիլ պիտի չսովորեն բանակ էլ չի լինելու զենք զինամթեք արդատրո կորձարանները պիտի փակվին այդ օրը գալու է Ամփագումա 2:14-ի մեջ կսե եւ այդ ժամանակ կսե ամբողջ երկիրը դերոջը գիտությունով պիտի լցվի ինչպես ջրերը օվկիանոսը գծածկեն գալու է այդ օրը մենք այդ օրվանը կսպասենք բայց մինչ այդ բնական է եւ արդարացի որ նման հարցեր բարձրանան մեր ներսիտից Պիտի փորձենք Դանիելի 77-նիագը սերդել, բայց ոչ այնպես ինչպես շատերս սպասում եւ ակնկալում ենք, ամբողջամ դարբեր դեսանգունից պիտի փորձեմ ներկայացնել եւ սերդենք այս Դանիելի 77-նիագը Աստե նշում մանեմ Շատեր եւ Դանիելի 77-նիակ մարգարեական պատգամն են սերդում կամ մարգարեական նյութեր կամ հայտնության գիրքը շատեր վախենում են այս գիրքերը սերդելուց կամ խուսափում են ասում են շատ խորհրդապատկերներ կան շատ անհասկանալի կամ հագասական թվող երևույթներ կան այնտեղը շատ բարդ է, complicated է, որի պատճառով հետ են կանգնում մարգարեական նյութերից, հայտնության գիրքը սերդելուց եւ նման բարդ նյութերից։ Այստեղ ուզում եմ մի նշում կատարել երբեք մի վախեցեք Աստվածաշնչում գոյություն ունեցող բարդ նյութեր սերդելուց հագասական թվացող նյութեր սերդելուց վիճակահարույց նյութեր սերդելուց Գիտեք ինչու որով Աստվածաշունչը այնպիսի լեզվով է գրված, որով մենք կարող ենք հասկանալ եւ ըմբռնել Աստծո միտքը Աստված երբեք մեզի քիրկը պիտի չդար մարդկությանը, նամակը մարդկությանը, որով մենք կարող չլինեինք հասկանալ։ Անիմաստ կլիներ։ Այսինքն, ինչու՞ ման Աստված մարդուն բամը պիտի դա, իր միտքը հայտնի եւ դու պիտի չհասկանաս։ Աստված չէր դա։ Աստված ինչ որ դված է, ինչ որ քրած է, ինչ որ հայտնած է, դված է որ մենք հասկանանք ու ըմբռնենք ու ըստ այնմ ապրենք։ Հիմա կարող է հիմա գարտում սեդում եմ եւ չեմ հասկանում։ Ոչ մի խնդիր։ Հասունության հետ կապ ունի։ Հասկացողությունը սիրելներ առնչվում է եւ կապ ունի մեր հասունության հետ։ Ինչ կան որ հասունանանք հավատքի կյանքում, այնքան եւ ավելի շատ պիտի կարողանանք հասկանալ Աստծո միտքը եւ պատգամները։ Այնպես որ դու մի խուսափիր, որովհետեւ երբ որ գխուսափես, դու քեզ զերծ կբայես քո հոգեվոր կյանքի այդ երկրորդ մագարտագին բարձունքին հասնելու։ Այդ գիտությունից դու քեզ զրկում ես։ Դու քեզ հետ ես պահում Աստծո հավիտենական մտքերը հասկանալուց։ Մտիր մեջը, փորձել լողալ։ Հենց խեղդվես Աստված փրկարար նավակը միշտ կողքդ ունենալու է։ Աստված երբեք մարգարեությունը չի դար մեզ, որպես իր ժողովուրդը մոլորեցնի, կամ շփոթեցնի։ Այլ ընդհակառակը Աստված մարգարեությունը երբ գուտա մեզի, այդ մարգարեությունը ունի նպատակ եւ նպատակը մեզ պատրաստելն է։
God never gave prophecy to confuse his people. He gave prophecy to prepare his people. Մարգարեությունները այսպես puzzle-ը չեն, խջուճված բատկեր, որբեսի մենք վախենանք եւ հերու մնանք, երբեք, այլ այդ բոլորը հայտնություններ են, մարգարեությունները հայտնություններ են, ապոկալիպսի, որով իմ հավատքիս խարիսխը ամրապնդում է Քրիստոսի մեջ։ Մարգարեությունը դրված չէ, որբեսի մեր մեջ վախ առաջացնեն, այլ ընդհակառակը մարգարեությունները դրա համար են, որբեսի իմ մեջ արդատրեն հավատք, սրբություն եւ հույս։ Եվ մենք խուսափենք մարգարեական նյութերին հպվելու չոշավ սերդելուց, մենք մեզ կզրկենք այս օրհնություններից։ Նմանավանդ հայտնություն գիրքը, որ հայտնության գիրքը ես հայտնություն Հովաննես Արաքյալի գրված է վերնագիրը, ինքը Հովաննեսի հայտնությունը չէ, ինքը հայտնություն Տեր Հիսուս Քրիստոսի է։ Բարձրապես Հովաննեսը քրոն է։ Մի խոսքով Աստվածաշնչի լավագույն խոստումներից մեկին կհանդիպենք հադուկ օրհնություն կա նրանց համարով այդ գիրքը կսերնեն եւ առհասարակ մարգարեական նյութեր։ Հիմա Դանիելի 77-նիագը Իսրայել ժողովուրդը մեղք կործելու ապստամբության անարդարության, Աստուծո բադվերների հանդեպ անհնազանդության պատճառ, որ Աստված ասած էր, երբ որ դուք անհնազանդ կլինեք, ապստամբ կլինեք, իմ օրենքներս չեք բայել, քերության պիտի դանիմ, հստակ ասել էր եւ բազմից անգամներ։ Ուրեմն այդպես շարունակեցին Աստուծո բարգության կապը, գիտեք չէ, լծվում է եւ լծվեց։ Եվ որ Աստծո բարգության բաժակը լծվում է, ինքը ստիպված է լինում կամ այլ ընդրանք չի լինում, քան կա եւ քեզ խմցնի էդի։ Դու պիտի խմես այդ բարգության բաժակը։ Եվ հիմա այստեղ մենք կտեսնենք Դանիելի մարգարեությունը 77-ում ինչպես Իսրայել ժողովուրդը Աստուծո բարգության բաժակը ստիպված էր խմել եւ հետեւաբար Աստված իրենց երկրից արմատախլեց եւ Բաբելոն դարավ։ Որպեսզի մի քիչ ավելի բարձ հասկանանք։ Մի քանի տարիներ առաջ նույն դեպքը տեղի ունեցավ մեր հայ ժողովրդի հետ Արցախից 120,000 մոտավորապես մեր հայրենագիցներ ստիպված էին արմատախլվել իրենց երկրի, բայց լավ է Բաբելոն չգնացին, Հայաստան եկան։ Իրենց բարական լավն էր, հայրենիք եկան, Հայաստան։ Բայց այսպիսի մի դեպք եղավ, բայց նրանք թշնամյաց երկիրը գնացին։ Ոչ թե Ադրբեջան դարին կամ Թուրքիա, այլ իրենք Հայաստան եկան մերոնք, բայց նրանք գնացին թշնամու երկիր։ Երուսաղեմ քաղաքը գործանվեց, դաջարը քանդվեց եւ խայդարակ վիճակում հայտնվեց Իսրայել ժողովուրդը։ Եվ մինչ այդ Դանիել ոչ միայն աղոթում էր, այլ մագաղատները կար, այդ ժամանակ մագաղատների վրա գրվում էին մարգարեությունները։ Այդ մագաղատները սերդում էր եւ իր ցերկի մեջ ուներ Երեմիա մարգարեի մագաղատները, որ հայտնությունները ստացած էր։ Մինչ սերդում էր հոն հանդիպեց Երեմիա մարգարեության 25-րդ գլխում եւ 29-րդ գլխում գտեսնենք, թե ինչպես Աստված Երեմիա մարգարեին հայտնել էր նախքան այս դեպքը ունենալը, որ ժողովուրդը իրենց մեղքի պատճառով 70 տարի քերության պիտի դանիմ Բաբելոն, Իրաք։ Բաբելոն պիտի դանիմ 70 տարի։ Եվ գսե 29-րդ գլխում, Երեմիա 29-րդ գլխում գսե 70 տարին լրանալ է ետք պիտի վերադարձնեմ իրենց երկիրը։ Եվ մինչ Դանիել մարգարեն
Երեմիա մարգարեից մաքահատները գարտա գտեսնեմ որ հոպ 70 տարին ուրեմն պիտի լրանա լրանալ է ետ եւ արդեն գահաշվարգի Դանիելը շատ իմաստուն մարդ է գահաշվարգի երբ իրենք դուրս եկան եւ արդեն համարյա հասունացել էր ժամանակ արդեն որ ետ պիտի վերադառնանք մեր երկիր 70 տարին արդեն լրանում է մինչ այս վիճակում էր Դանիել մարգարեն Աստված նրան 70 շաբաթների մարգարեությունը գտա Դանիելին Վեց նպատակներ է ընդգրկում Դանիելի 77-նիհագը Առաջինը անօրենությունը վերջացնելու մեղքը հացնելու անարդարությունը արմադախլելու եւ այսպես 6 հստակ մարգարեություններ կան հիմա նայեցեք Դանիելը իր 70 տարվա գերության համար էր աղոթում 70 տարի գերության մի դերտակ եւ 70 տարի հետո պիտի վերադառնաք նրա համար էր աղոթում դեր Աստվածների իր մեզ հետ վերադառնանք բայց Աստված իրեն ոչ թե այդ 70 տարիների հետ կապված պատգամ գուտա այլ Աստված նրան պատգամ գուտա 77-նյակների պատգամը Դանիել մտահոգված էր Երուսաղեմի վերականգնումով, բայց Աստված նրան հայտնեց ոչ աշխարհի մարդկության այս դաժան վիճակից վերականգնելու պատգամը։ Դանիել մտածում էր իր գերության, ստրուկության դարիների ավարտի մասին, Աստված նրան տալիս է այնպիսի պատգամ, որու մեջ Աստված մարդկությունը Բիդի ազատագրեր ուրիշ գերությունից գերությունը որ ոչ մարդկությունը գերը դարված էր որու ավարտը հավիտենական բաժանում էր Աստծուց եւ այդ գերությունը Աստվածաշունչը գոչում է մեղքի գերությունից Աստված ադիգա հայտնեմ մեղքը պիտի հացնեմ անօրենությունը պիտի վերջացնեմ եւ այդ բոլոր պատգամները գուտա հետեւաբար այստեղ է գայանում Դանիելի մարգարեի 9-րդ գլխի վեհությունը որ ցույց է տալիս քաոսային պատմություն ունի մեր աշխարհը բայց այս քաոսային վիճակի հետին Աստված ունի մարգարեական ժամանակացույց Աստված ունի հրաշալի ծրագիր մարդկության համար հույս կա սիրելիներ հույս կա սիրելիներ առասարակ Դանիելի մարգարեության 77-նյակը սերդելիս ես արել եմ էդի Հայաստանում եղած ժամանակ խորացված սերտողություն, այսինքն ամբողջ հայտնության գիրքը, ավետարանները, մարգարեական մի քանի գրքեր եւ Դանիել եւ Ծննդոցից հավաքական շատ խորացված մանրագրքից սերտողություն եմ արել, կարծեմ 9 կամ 10 գիրագիներ։ Դանիելի մարգարեության ժամանակած օրացույցը հրաշալի է։ Դանիելի 77-նյակը գլխավորապես ինքը հիմնված է անցյալ ներկա եւ ապագայի մասին մարգարեական ճշմարտություններ։ Բայց ազով վրա պիտի չկենտրոնանամ այսօր գուզում եմ այսօր այս պիտի ավարտենք դեր հուսանք 7 րոպե եւս ունեմ։ Եթե ասեմ այլևս կալգիրա գավարդենք։ Բայց հարցը ինչ է սիրելիներ Դանիելի 77-նյակը այս բարակը ոչ թե ժամանակների համար է, այլ նպատակի համար է։ Եվ այդ նպատակի վրա մենք պիտի կենտրոնանանք։ Պիտի չօգնեցնեմ ձեզ այդ ժամանակացույցերը, այդ թվականները եւ թեև հրաշալի խորություն կա, բայց հոմ պիտի չգնանք այս բարակայում։ 6 կարևոր նպատակներ, 6 պատասխաններ, սկզբում ասեցի չէ, հարցում ունենք բոլորս, այս բոլորի վերջը լինելու է, այս մեղքի, անարդարության, ապստամբության, ինչ որ գդիրեմ, վերջը պիտի լինի,
Դանիելի 77-նյակ պատգամի մեջ այդ պատասխանը ամենայն հստակությամբ Աստված տալիս է։ Առաջին անարդարությունը վերջագետի բերելու։ Աստված մեզ հուշում է ասելով, որ աշխարհի ապստամբությունը մինչև վեճ հավերժ չի լինելու։ Մեղքը հավիտենապես չի իշխելու մարդկության վրա։ Մեղքը ունի expiration date։ Հայերենով հեղինեն լավ գիմանա այդ expiration date-երը սուպերմարկետի դնորեն եղած է Հայաստանում, Sky սուպերմարկետ։ Ինչպես անժամկետ, ինչպես էր։ Վերջնաժամկետ։ Մեղքը ունի վերջնաժամկետ։ Այստեղ դիգ տեսնենք, մեղքը ունի վերջնաժամկետ, expiration date։ Պիտի կա օրը, երբ Աստված աշխարհի ապստամբությանը վեճ պիտի տնե, որովհետև Աստված արդար է եւ չի հանդուրժելու հավիտենական անարդարությունը։ Առաջին հատված ասիկա էր անարդարությունը գսենայեցեք ինչ գսե հոս, հանցանքը վերջացնելու, հանցանք պիտի վերջանա։ Երկրորդը մեղքը ավարտին հասցնելու, հատցնելու, պիտի հադի վերջ։ Այլևս մեղք ըսված բանը գոյություն պիտի չունենա։ Գիտեք սիրեներ, Տեր Հիսուս Քրիստոսի փրկագործությունը թեև մարգարեապես կամ երկնքից նայելով իր ավարտին հասած է, բայց մեզ համար հոս երկրի վրա ապրող թեր ոչ։ Ինչու՞։ Որովհետև փրկության ծրագիրը մեղքի հանդեպ 3 ժամանակահատվածներ ունի։ Այսինքն Քրիստոս երբ խաչին վրա մերավ խաչեցին զին, մեզ ազատագրեց մեղքի բադիժից։ Այսօր մեզ ազատագրում է մեղքի զորությունից։ Հափշտակությամբ մեզ ազատագրելու է մեղքի ներկայությունից։ The punishment of sin through the cross, from the power of sin through the Holy Spirit, from the presence of sin at the rapture. Մեղքի բադիժից ազատագրվեցին եւ Քրիստոս խաչվեց։ Մեր բադիժը իր վրա արավ։ Մեղքի զորությունից ազատագրում է այսօր մեզ իր Սուրբ Հոգվույ ներբնագեցողությամբ։ Սուրբ Հոգին գոկնե ինձ, որովհետեւ մեղքին ոչ ասեմ։ Եվ պիտի կա օրը, երբ Քրիստոսի շնորհիվ գահապշտակվենք, այս երկրի Քրիստոսի գմիանանք, պիտի ազատագրվենք մեղքի ներկայությունից։ Այնպես որ Աստվածաշունչը Դանիելի մարգարեության 77-նյակի երկրորդ միտքը այս է, որ մեղքը պիտի հացնեմ, այլ մեղ պիտի չլինի։ Այդ մեղքը, որ քեզ դանչում է, քեզ փորձում է, քեզ թադաստանի առաջ, դա պիտի վերջանա։ Հանցանքը վերջացնելու, մեղքը հացնելու։ Հաշտություն բերելու։ Երրորդը, հաշտություն պիտի բերե։ Այս է ավետարանի սիրտը։ Այս բոլորը կրվա որպեսի Աստված եւ մարդ կոյացած այս առանցքը, գապը հաշտությամբ բերվի։ Reconciliation։ Հաշտություն, հաշտվենք, անուն Պողոս Արաքյալի պատգամներից ամենահզորը կտեսնենք իր նամակը, ասե գաղաչեմ ցեզի, հաշտվեցեք Աստծո հետ։ Չորրորդը սիրեներ, հավիտենական արդարություն պիտի դերը, ասի պիտի սկսի հազարամյային։ Հավիտենական արդարություն, 5-րդ կետը սիրելեր, կարծեմ թե պիտի հասցնենք ավարտենք, որպեսզի այս մարգարեությունը եւ դեսիլքը հաստատվի, այսինքն ինչ որ Աստված իր խոսքի մեջ ասել է, պիտի գադարվի։ Հիմա, գահավատամ կամ ոչ, գահասկանամ կամ ոչ, գմփրնեմ կամ ոչ, հաշվիս կուկա կամ ոչ,
Քո խնդիրն է։ Աստված եւ Աստծո գադարելիքը իմ հավատալիքից, իմ հասկանալուց գախյալ չէ։ Նա ասել է ու պիտի գադարե իր խոսքը, ինչ որ իր բերնից ելա պիտի գադարվի, ինչպես որ անցրևը երկինքեն գիշնե եւ ցույն երգիրը գլեցնե գսե Եսայա մարգարեն, նույնպես իմ բերնից ելած խոսքս պիտի գադարվի։ Մարգարեությունը գսե եւ դեսիլքս պիտի հաստատեմ։ Եվ վերջինը սուրբերուն սուրբը պիտի օծեմ։ Ով է, ճիշտ ասացիր։ Ով? Այո, Հիսուս Քրիստոսն է։ Սուրբերուն սուրբը պիտի հաստատեմ գսեմ։ Հիսուս Քրիստոսը գերիշխան։ Ոնց Եփեսոս նամակի մեջ գսե ամեն զունկ անոր արչե պիտի ծրի։ Երկնավորներում, երկրավորներում եւ սանթարամետականներում գտնվողները բոլորն էլ պիտի խոնարհին դեր Հիսուս Քրիստոսի առաջ եւ հոնե որ պիտի հասկանան որ ասիգա է Աստված ստեղծիչը, նա է սուրբերու սուրբը, նա է օձյալը, նա է ով մարդեղացավ իր աստվածությունը մի բահ մեկ կողմ թողնելով եկավ աշխարհ, որպեսզի ինձ փրկե հավիտենական բաժանումից։ Չեմ ուզում ասել դժոխք։ Բաժանումը ավելի վատ է քան դժոխքը։ Բաժանումը Աստծուց ավելի վատ է քան գրագով եւ ձծումփով վարված լիճը։ Այդ բաժանումից Աստված մեզ որդու պիտի հասկանա եւ գսե պիտի թավանին որ նա է դեր Աստված եւ դերը։ Այսօր խումբ մգան, որոնք գամովի, willingly, կխոնարին Տերոջ առաջ։ Բայց շատեր կմերժեն, բայց պիտի կա ժամանակ երբ ստիպված պիտի լինես։ Խոնարիլ, թավանիլ, որ դու ես օձյալը, թակավորների թակավորը, դերերի դերը, ստեղծագործը դու ես, բայց դա քեզ չի փրկելու։ Պիտի դադարվես։ Բայց ամեն լեզու պիտի թավանի ասիգա։ Ասիգա ցույց կտա Աստծո փրկագործության ավարտը։ Եվ այս բոլորի կենտրոնում Տեր Հիսուս Քրիստոսն է։ Հանցանքը վերջացնողը Քրիստոս է, մեղքը իր ավարտին հասցնողը Քրիստոսն է, մարդ եւ Աստված հաշտություն բերողը Քրիստոսն է, արդարությունը հաստատողը Քրիստոսն է, մարգարեության խոսքը ավարտին հասցնողը Քրիստոսն է եւ թագավորություն հիմնողը Քրիստոսն է։ Դանիելի մարգարեության 77-յակի 6 գեդերը, 6 նպատակները ամբողջությամբ անգադարվում են Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Աստված ասել է ուզում մի քիչ էլ համբերեք։ Մեղքի իր ավարտին պիտի հասնի։ Անարդարությունը պիտի վերջանա։ Մի խոսքով ծննդոց մեկ-մեկը պիտի վերականգնվի։ Այնինչ Աստված նախադեсել էր մարդկության համար։ Աստված պիտի վերականգնե։ Եվ Աստուծո գերիշխանության, սիրո, շնորհքի եւ ողորմության հովանու ներքո հավիտյան կյանքը սպասե մեզի, բայց այդ բոլորին արժանանալու համար լոկ հավատալ է հարկավոր։ Ընդունել Տեր Հիսուս Քրիստոսին այսօր իմ կյանքում եւ ապրել այնպիսի մի կյանք, որ նրան փառք պիտի բերե, ով արժանի է ստանալու ողջ փառքը անցյալ, ներկա եւ ողջ հավիտենական տարերում։ Ամեն։